Աշխարհում կան վայրեր, որտեղ պատմությունը պարզապես չի պատմվում, այն շնչում է։ Հռոմի սրտում քարերի այս հսկայական օղակի մեջ արդեն մոտ 2000 տարի արձագանքում են անցյալի ձայները։ Սա Կոլիզեումն է, հռոմեական կայսրության ամենահզոր խորհրդանիշներից մեկը։ Այստեղ երբևէ հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ, սպասելով մի ներկայացման, որը երբեմն փառք էր բերում, երբեմն ողբերգություն։ Կոլիզեումը կառուցվել է մեր թվարկության առաջին դարում կայսր Վեսպասիանոսի նախաձեռնությամբ եւ ավարտվել նրա որդու Տիտոսի օրոք։ Բացման տոնակատարությունները ըստ պատմական աղբյուրների շարունակվել են 100 օր։ Այս հսկայական ամֆիթատրոնը կարող էր ընդունել մինչև 65000 հանդիսատեսի։ Այստեղ էին տեղի ունենում գլադիատորների հայտնի մարտերը եւ այնպիսի բեմադրություններ, որոնք այդ ժամանակների համար իրական հրաշք էին թվում։ Քչերը գիտեն, որ արենայի տակ թաքնված էր մի ամբողջ աշխարհ՝ ստորգետնյա թունելներ, վանդակներ եւ վերելակներ, որոնց միջոցով կենդանիներն ու մարտիկները մի քանի վայրկյանում հայտնվում էին բեմում, անակնկալ մատուցելով հանդիսատեսին։ Կոլիզեումն ուներ ավելի քան 80 մուտք։ Դրանց շնորհիվ հազարավոր մարդիկ կարող էին ընդամենը մի քանի րոպեում լքել շենքը։ Այս համակարգը այնքան լավ էր մտածված, որ նույնիսկ այսօր այն ուսումնասիրվում է ճարտարապետների կողմից։ Այսօր Կոլիզեումը այլևս մարտերի վայր չէ, այն դարձել է պատմության կենդանի հուշարձան։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ գալիս են այստեղ տեսնելու այն վայրը, որտեղ ժամանակը կանգ է առել։ Եվ երբ արևը մայր է մտնում Հռոմի երկնքում, Կոլիզեումի քարերը շարունակում են հիշեցնել մեզ մի ճշմարտություն. քաղաքակրթությունները կարող են փոխվել, բայց պատմությունը հարատև է։